որ ասենց լրիվ ընկնում է։ Ուղղակի ասենց երեխեքի համար ենք բանանը, սա ասենց դրել են երեխեքի համար, գոնե մի ձև 40 տարի իրենց բնակարաններին սպասող ակնալիչցիները անելանելի վիճակում են, չգիտեն, էլ ում դուռը թակել, պետական որ կառույցից պահանջել, որ լուծեն խնդիրը։ Ասում են, դեռ 1980-ականներից է շենքը 4-րդ կարգի վթարային ճանաչվել, բայց մինչ օրս իրենց նոր բնակարաններ տրամադրելու հարցում որևէ մեկը մատը մատին չի տվել։ Խորհրդային տարիներին բնակիչները ժամանակավորապես տարհանվել էին այստեղից, անգամ նոր շենքի հիմք է փորվել, սակայն 1988 թվականի երկրաշարժից, Արցախյան առաջին պատերազմից եւ Խորհրդային միության փլուզումից հետո շինարարությունը դադարեցվեց եւ այդպես էլ չվերսկսվեց։ Բնակիչները ստիպված վերադարձան վթարային շենք, հույս ունենալով, որ մի օր շենքի շինարարությունը կվերսկսվի եւ իրենք վերջապես կստանան իրենց հասանելիք բնակարանները։ Նոր շենքի տեղում հիմա սակայն աղբավայր է միայն։ Այդ հատվածը ուղղակի խոտը ծածկել է բետոնով, բանով, հիմքը ոնց են գցում, այտենց հիմքը գցած։ պետք է նորակառույց շենքը լիներ։ Վթարային այս շենքում ավելի քան 110 մարդ է ապրում։ Այս տարիների ընթացքում բազմիցս դիմել են տարբեր պետական կառույցներ, սակայն ապարդյուն։ Իսկ շենքը տարեց տարի ավելի խարխուլ է դառնում, վտանգավոր դառնալով կյանքի համար։ Նստվածք է տալիս, անձրևների ժամանակ ջուրը լցվում է նկուղների հատվածներ, իսկ հիմքում մեծ ճեղքեր են բացվել։ Քարերը դեպի առաջ են եկել, պատուհանն ու պատը առանձնացել են իրարից։ Հարևաններից թույլ չեմ տալիս տեղ մեքենա կանգնացնեմ, վախենում եմ, ասում քարը կընկնի, ձեր մեքենան ով է տերելնելու։ Բնակիչները սեփական ուժերով պարբերաբար ցեմենտով փակում են այդ ճեղքերը, փորձելով կանխել շենքի հետագա քայքայումը։ Դրանով սակայն հարցը չի լուծվում։ Բնակարանների պատերի ու առաստաղների վրա բազմաթիվ լայն ճաքեր կան, որտեղից տեղումների ժամանակ ջուրը բնակիչների տներ է լցվում։ Կտուրն են վերանորոգում։ Ասում են չի դիմանա ծանրությանը։ Եթե դուք գիտակցում եք չի դիմանա ծանրությանը, այն որ անձրև է գալիս, որ ասում են լորեցիների կատակը, որ ասում են դրսում է, մերը ներսում է անձրևը։ Գազը չեն թողնում, գազ քաշենք վթարայինա չի կարելի։ Երրորդ հարգում փայտե վառարան եմ վառում, որտեվ կոնդիցիոներ չեմ կարա դնեմ, հոսանքը շատ վատ աստեղ, ամեն րոպե անջատվում է։ Դրա հույսով չեմ կարող մնալ։ Որ դարում ենք ապրում։ Բնակիչների հուսալքությանը նաև զայրույթ է ավելացել, երբ տեսել են վերջերս ներքին գործերի նախարարությունից ուղարկված սեյսմոլոգի եզրակացությունը։ Շենքը, ասում են, զննել է առանց սարքավորումների, աչքաչափով ու հեռախոսով նկարելով միայն։ 3 հարկանի շենքը, չգիտես թե ինչպես, 4 հարկանի է դարձել եզրակացությունում, իսկ վթարայնության աստիճանը ծայրահեղ 4-ից իջեցվել է 3-րդ կարգի։ Այն դեպքում, երբ իրենց միջոցներով հրավիրված այլ լիցենզավորված մասնագետները պնդել են, որ շենքը իրոք 4-րդ կարգի վթարային է։ Բնակիչները մտավախություն ունեն, որ այս ամենի հետևանքով իրենց վերաբնակեցման հեռանկարը ավելի մշուշոտ է դառնալու։ Ինչ են ուզում։ Ուզում են փուլ գա մեր գլխին։ Ուզում են դիագներ գան սրատագից հանեն, նոր համոզվեն, որ շենքը չի ապրում, էլ ինչ են ուզում։ Այս պայմաններում այլևս չեն կարողանում ապրել, հուսալքված ասում են բնակիչները։ Ոչ կարողանում են հիմնանորոգել բնակարանները, որովհետև վախենում են ամեն պահի ծախսած գումարը ջուրն ընկնի։ Ոչ էլ անգամ հարազատներն են կարողանում հյուր գալ իրենց, վախենալով շենք մտնելուց։ Եվ այս վիճակում ապրում են արդեն 40 տարի, անորոշության եւ հոգեկան ծանր ապրումների մեջ։ Թորներս չեն գալիս։ Աղջիկս վախենում է, չեն գալիս, իրանք մեր հետ պետք է ապրեին, բայց հոկտեմբերանում վարձով մնում են։ Այսօր գնացել եմ, համոզել եմ, խնդրել եմ իրոք, այսօր առավոտ եմ գնացել բերել, աղջիկս ասում է մամա ինչ կրնի, խնդրում եմ շատ տունը չպահես հանի, ուղարկել եմ ընկերուհուս Հայատն է խաղում։ Վախենում են, մեր բարեկամները վախենում են գան մեր տները, նամանավանդ ով որ երկրաշարժ է տեսել։ Բնակիչները փաստաբաններ վարձելու եւ դատարան դիմելու համար բավարար միջոցներ չունեն։ Հույս ունեն, որ գոնե լրատվամիջոցներում խնդիրը բարձրաձայնելու արդյունքում պետական մարմինները վերջապես կզբաղվեն խնդրի լուծմամբ։ Եթե սա էլ արդյունք չտա, պատրաստվում են հավաքվել կառավարության մոտ վարչապետից պահանջելու լուծել իրենց խնդիրը։